Բարև ձեզ, դեկոնստրուկցիա կամ ռեկոնստրուկցիա զրույցների շարքն է, սա կարծեմ մեր 7-րդ զրույցն է, հիշեցնեմ, որ մենք այստեղ զբաղվում ենք քանդել հավաքելով, հիմնականում մենք վերցնում ենք ինչ-որ մի տարածված պատկերացումներ կամ ինքնին պարզ թվացող ճշմարտություններ, հանրային, որոնք մեր հանրության մեջ են տարածված, ոչ թե ընդհանրապես աշխարհում, եւ փորձում ենք դրանք հենց քանդել ու հետո նորից հավաքել, այսինքն հասկանալ, թե դրանց տակ իրականում ինչ կա կամ մեջը ինչ կա, ոնց որ երեխեքը որ խաղալիքը քանդում են, կա արդյոք ընդհանրապես որևէ բան, կա կարիք դա, չգիտեմ, շտկելու նորից հավաքելու, թե ընդհանրապես մեջը բան չկա։ Երկու թեմա ենք հասցրել խոսալ այդ 7 զրույցի ընթացքում։ Սա երկրորդ թեման է, այսօր կավարտենք, ուրեմն հիշեցնեմ, որ մենք խոսում ենք, փորձում ենք քննել դարերով պետություն չենք ունեցել պնդումը եւ հատկապես այդ պնդումը որպես մեզանում տարածված ունիվերսալ ամեն ինչի գրեթե բացատրություն, այսինքն ինչ լինում է, ասում ենք կամ արդարացում, ինչ լինում է, սա դե մենք դարերով պետություն չենք ունեցել։ Եվ մենք երկու զրույց արդեն ունեցել ենք եւ այդ երկու զրույցի ընթացքում հիմնական մենք փորձեցինք հասկանալ ոնց որ արտաքին համեմատություն անել։ Այսինքն տեսնել լավ մենք չենք ունեցել, իսկ այդ ովքեր են որ ունեցել են եւ ինչ ձևի են ունեցել եւ տեսանք որ այստեղ պատկերը շատ ավելի բազմազան, բարդ եւ նրբություններով լիա, քան առաջին հայացքից մեզ կարող է թվալ, որտեղ մենք որ ասում ենք մենք չենք ունեցել, ենթադրվում է որ մնացած բոլորը կամ մեծ մասը ունեցել են, բայց մենք տեսանք եւ մեր հարևանների օրինակով, որ այո ունեցել են, բայց դա այնքան էլ են չի, ինչը որ մենք երևի թե այսպես ասած պատկերացնում ենք կամ դնում ենք այդ արտահայտության մեջ, այդ հակադրության մեջ, մենք չենք ունեցել, ուրիշները ունեցել են։ Հետո գնացինք ավելի հեռուներ, Եվրոպան հատկապես, Արևելյան Եվրոպան նայեցինք, տեսանք այնտեղ ընդհանրապես խայտաբղետ իրականություն տեսանք ազգեր, որ ընդհանրապես պետություն չեն ունեցել, հիմա ունեն, տեսանք ազգեր, որոնք ունեցել են, բայց հետո կորցրել են եւ մերպես դարերով չեն ունեցել, տեսանք ազգեր, որ ունեցել են, բայց ինչ որ չգիտեմ, էլի տարբեր ուրիշ ձևերով եւ տեսանք որ շատ բազմազան պատկեր է եւ այնպես չի որ այդ բոլոր ժողովուրդները թեկուզ եթե վերցնենք միայն նրանց որոնք հենց չեն ունեցել կամ ընդհանրապես չեն ունեցել, այսինքն մեզնից էլ բետար այսպես ասած կամ մեր նման տարերով կորցրել, այնպես չի որ այդ բոլոր ազգերը, պետությունները այսօր ինչ որ շատ մեծ, շատ ակնհայտ նմանություններ ունեն, բավականին տարբեր հանրություններ են, տարբեր ուրեմն պետություններ են եւ այստեղից արդեն մենք նախնական եզրակացրեցինք, որ ինչքանով էլ այո մենք դարերով պետություն չենք ունեցել, պնդումը որոշ բաներ մեր այսօրվա, ասենց ասած, իրականության մեջ կարող է բացատրել, բայց հաստատ ամեն ինչ չի կարող բացատրել եւ հաստատ ամեն ինչ չի կարող արդարացնել, որովհետեւ չգիտեմ, օրինակ էստոնացիները ընդհանրապես պետություն չեն ունեցել կամ ֆիները բայց ոնց որ թե այդքան իրանց խնդիրները, գոնե ինչքանով մենք տեղյակ ենք, այդքան էլ նման կամ առավելից նույնական չեն մերի հետ։ Այսինքն նույն պատմությունը այդ իմաստով չի բերել նույն հետևանքների։ Կամ բերել ուրիշ հետևանքների։ Միգուցե մենք այդքան լավ չենք ճանաչում, հաստատ իրանք ունեն իրանց ներսում քննարկող շատ լուրջ խնդիրներ։ Բայց կարծում եմ դրանք այդքան էլ նման չեն մեր խնդիրին։ Հիմա լավ, այդ արտաքին արեցինք, բայց մի հատ է բան մնաց, մինչև ամփոփենք այսօր նախքան ամփոփելը, հասկանանք մի հատ լավ, բայց մենք ինչ ենք ունեցել եւ չենք ունեցել։ Արտաքինը հասկացանք։ Հիմա մի հատ ներքին, էլի արագ խոսակցություն կլինի, ինչ որ ֆանտաստիկ նոր բաներ չեմ ասելու, հիմնականում ինչ որ բոլորս գիտեք, մի երկու բան կարող են նյուանսներով ավելացնել, որոնք ասենց ավելի քիչ կամ պակաս ակնհայտ կամ հայտնի բաներ են, բայց պետք է մի հատ հասկանանք, լավ, իրոք, ասենք դարերով պետություն չենք ունեցել, իրոք չենք ունեցել, բայց այստեղ էլ արդյոք կան ինչ որ նյուանսներ, ինչ որ կարևոր ներբություններ, ենթատեքստեր, որոնք այդքան էլ սև ու սպիտակ եւ միանշանակ ասես չաքուց չեն դարձնում այդ թեման։ Այստեղ նախ մի հատ իհարկե ճշտում պետք է անենք, որտեղ երբ որ ասում ենք դարերով պետություն չենք ունեցել, երևի կարող մի քիչ քթի մազություն եմ անում, բայց ճշգրտման կարիք կա, որտեղ երբ որ ասում ենք պետություն, ամեն դեպքում այսօրվա իմաստով բյուրոկրատական պետություն դե ոչ ոք չի ունեցել։ Ավելի հնում, հա։ Դրա համար մենք երևի թե բոլորս ինտուիտիվ որ ասում ենք պետություն չենք ունեցել, նկատի ունենք քաղաքական ինքնուրույնություն, քաղաքական ինքնիշխանություն չենք ունեցել, քաղաքական անկախություն չենք ունեցել, որտեղ
եթե շատ խորանանք, տենց ընդհանրապես չգիտեմ, ասենք միջնադարյան Ֆրանսիան այսօրվա իմաստով պետությունն է, թե չէ, դա մեծ հարց է։ Դրանք բավականին տարբեր բաներ են։ Այսօրվա պետությունը, միջնադարյան պետությունները եւ հնում էլ էլի գոյություն ունեցող տարբեր պետություններ, ասենք չինաստանական, բյուզանդական կայսրությունը հաստատ նույնը չեն, ինչ որ չգիտեմ, օրինակ Գերմանիայի թագավորությունը կամ Հայաստանի թագավորությունը, դրանք բավականին, ես կասեի, ահագին ոչ միայն տարբեր ինչ որտեղ հակադիր համակարգեր են եղել, ինչևէ հիմա դրա մեջ չեմ խորանում, ուղղակի կարծում եմ ամեն դեպքում այդ ճշգրտման կարիքը կա, խոսում ենք քաղաքական ինքնունության մասին, որպեսզի այդ տերմինաբանական ծուղակների մեջ չընկնենք եւ իհարկե հնում միջնադարում այն ինչը որ այսօր մենք ասում ենք ինքնիշխանություն կամ ինքնիշխան պետություն, դա արտահայտվել է թագավորություն բառով, այսինքն այն ազգերը կամ չգիտեմ, այն հանրությունները, այն միավորները, որտեղ միշտ չի պարտադիր ազգերի մասին խոսքը, որոնք այն ժամանակ ինքնիշխան են համարվել, եղել են թագավորություն։ Եղել են նաև իշխանություններ, որոնք ավելի սենց պակաս աստիճանի այսօրվա տերմինով ասած սուվերեն կամ ինքնիշխան են եղել են կայսրություններ, որոնք հավակնել են այդ բոլոր թագավորությունների նկատմամբ էլ գերիշխող լինել, նաև Տիտղոսը չէ եղել թագավորը արքայից արքա, ասենք շահ, որը հավակնություն է եղել, որ թագավորից էլ բարձր կարգավիճակ ունի։ Հիմա համենայն դեպս, բայց հնի համար, ասենց ամենաստանդարտ տերմինը անկախության, քաղաքական անկախության, ինքնիշխանության թագավորությունը, եթե դու ունես թագավորություն, եթե դու ճանաչված ես մյուսների կողմից որպես թագավորություն, հնում միջնադարում դա նշանակում է դու ինքնիշխան ես։ Էլի կարող է դու ինչ որ չափով ասենք ընդունես ինչ որ մեկի գերիշխանությունը կամ չընդունես, ամեն դեպքում հին դարերում մի քիչ ավելի sense կարելի ասել խուճուճ համակարգը, բայց հիմնականում այդ։ Հիմա նախ եւ առաջ էլի ասացի շատ sense ինչ որ ֆանտաստիկ փաստեր չեմ ասելու, ուղղակի մենք վերհիշենք մեր բոլորի կողմից գրեթե իմացած փաստերը։ Իհարկե այդ իմաստով մենք շատ վաղուց զուրկ ենք մեր սեփական թագավորությունից կամ քաղաքական ինքնիշխանությունից, բոլորս գիտենք վերջինը եղել է Կիլիկիայում մինչև 1375 թվական եւ իրոք դա երկար դարեր է արդեն որ գոյություն չունեցել մինչև 1918 թվական, երբ որ ուրեմն Հայաստանի Հանրապետությունը հռչակվեց, այդտեղ 6 դար է, չէ՞ գալիս 6 դարի պատմությունը, որ երկար է։ Բայց հիշենք մյուս կողմից, քանի մենք արդեն արտաքին մեծ համեմատություն արել ենք, այդ Կիլիկիան, բայց եթե վերցնենք բուն Հայաստան, որտեղ Կիլիկիան ամեն դեպքում բուն Հայաստան չի այդ իմաստով, ասենք պատմական իմաստով կամ նույնիսկ հայ ժողովրդի հիմնական ասենց բնորանի իմաստով, այդ էլ այդ առանձին հետաքրքիր հարց, թե ինչի հենց Կիլիկիայում, որը բուն Հայաստան չի։ Այդ մի թեթև կարող է նույնիսկ այսօր անդրադառնանք, եթե հասցնենք, բայց ընդհանրապես սա շատ ավելի մեծ թեմա է։ Եթե վերցնենք բուն Հայաստանը, ապա հիշում ենք, որ Անի թագավորությունը 1045 թվին է անկում ապրում, դա անկալվում էր, չնայած դա արդեն այդ ժամանակ միասնական հայոց թագավորություն չկար, բայց դա անկալվում էր որպես գերագույն այդ գահերի մեջ, այնտեղ հիշում եք մի քանի հայոց թագավորություն կար այդ ժամանակ, Անիում, Կարսում, Վանում եւ այլն, եւ վերջինը, որը այս մեր Հայաստանի բուն Հայաստանի տարածքում Սյունիքի թագավորությունն եղել, որը 1170 թվականին է վերանում։ Դա վերջին թագավորությունն է եղել, այնտեղ եղել են հետո վերականգնման փորձեր, շատ կարճ օրինակ Վանում 15-րդ դարում, բայց դա չենք ասում վերջին ուրեմն թագավորությունը այս բուն Հայաստանի տարածքում 1170 թվականին, այսինքն 12-րդ դարում։ Մինչև այդ Լոռի թագավորությունը նույնպես 12-րդ դարի սկզբում է այսպես վերանում, անկում ապրում, դա 1113-18 թվականն է կարծեմ։ Այդ դրանցից մեկը պետք է լինի, անգիր կարող չհիշեմ։ Մի խոսքով, այս հայտնի փաստերը, այո, սա էլ ավելի երկար ժամանակ, այսինքն Կիլիկիան դա 14-րդ դարն, այստեղ 12, այսինքն մենք կարող ենք ասել եւ ոչ միայն ասենք 5-6 դար, այլև ավելին, ինչքան է գալիս 12-րդ դարից մինչև 1918 թվական, այսինքն 7 դար։ Այո, չենք ունեցել, այո, դա երկար ժամանակաշրջան է, ասենք նույն Եվրոպայի պատմության մեջ դա մի ահռելի էպոխա, որտեղ ինչ ասած տեղի է ունեցել, ինչ զարգացումներ, շատ մեծ լուրջ զարգացումներ են տեղի ունեցել։ Բայց մյուս կողմը հարցի ամեն դեպքում սա էլ բանանենք,
քանի որ ելեմ ասում արտաքին կոնտեքստը արդեն ունենք, այո, չենք ունեցել այսքան ժամանակ, բայց հիշենք, որ այն ինչ որ ունեցել ենք մինչև այդ հայոց թագավորություն, դա շատ հին է եւ դա շատ երկար է գոյատևել, մենք կարող ենք հաշվել մեր թվարկությունից առաջ 301 թվականից, երբ որ Ալեքսանդր Մակեդոնացու կայսրությունը պաշտոնապես բաժանվեց իր հետնորդների մեջ եւ պաշտոնապես, պես ասած, այն ժամանակվա միջազգային համակարգով էլ ընդունվեց նաեւ Հայաստանի անկախությունը, Երևանդունների թագավորության մասին է խոսքը, այդ ժամանակվանից մինչև Արշակուններ, մինչև 428 թվական անընդմեջ, այսինքն մոտ 7 տարի դա էր կարճ ժամանակ չի գոյություն ունեցել հայոց թագավորություն, հետո գիտենք 885 թվականի Բագրատունիները վերականգնեցին, մինչև որ դա էլ անկում ապրեց, այսինքն շատ երկար ժամանակահատված մի հատ ընդմիջմամբ մենք ունեցել ենք ու բավականին ընդարձակ փոքր թագավորություն չի եղել այն ժամանակվա մասշտաբներում, բավականին ընդարձակ, դա չի եղել գերտերություն, բայց դա եղել է այսօրվա տերմինով ասած միջին տերություն, փոքր հաստատ չի եղել, ինքնուրույն քաղաքական ինքնուրույնություն եւ ինքնիշխանություն ճանաչված, որտեղ թագավորություն է եղել, այսինքն դա շատ ավելին է օրինակ, եթե փորձենք նաեւ մի քիչ բալանսավորել, քան շատ ազգերը, որոնց մասին անցյալ անգամ խոսեցինք, չեմ խոսում ասենք ընդհանրապես պետություն չունեցողների մասին կամ նույնիսկ մեր նման երկար դարեր կորսրածների մասին, բայց թեկուզ նրանք, որոնք հիմնականում այս կամ այն ձևով ունեցել են, այդքան երկար քաղաքական ինքնության ավանդույթ չեն ունեցել։ Այսինքն, եթե մի կողմից այո մենք վերջին դարերում զուրկ ենք եղել քաղաքական անկախությունից, ապա մեր քաղաքական անկախության ավանդույթը շատ խորն է, շատ երկար է, դա կարող է այդքան վճռական նշանակություն չունի, որտեղ բավականին վաղուց է դա եղել, բայց ամենելապես դա անկարևոր էլ չի, բացարձակ անտեսելի չի։ Եվ մենք դա հիշում ենք, մեր պատմական հիշողությունն էլ բավականին ուժեղ զարգացած է եղել սկսած 5-րդ, 6-րդ դարից, եւ դա մինչեւ մեր գիտակցության մեջ կա, մեր մշակույթի մեջ կա, այսինքն սա էլ մյուս կողմն է հարցի, որ այդքան տենց խեղճ ու կրակլորով ժողովուրդ չենք էլի, այսինքն երբ որ մենք դա շեշտում ենք դարերով պետություն չենք ունեցել մի քիչ այդ խեղճ ու կրակության պահն է մտնում, որքան է օբյեկտիվ փաստ է դա, հա, բայց ասենք չգիտեմ, օրինակ ասորիները ընդհանրապես չեն ունեցել էլի, եթե չհաշվենք հին Ասորեստանը։ Մենք ամեն դեպքում բավականին ամուր եւ երկարատև ավանդույթ ենք ունեցել եւ դա մինչեւ հիմա չեմ ասում վճռական, բայց որոշակի ազդեցություն ունի։ Սա մի կողմը հարցի։ Երբ որ մենք խոսում ենք միջնադարի մասին, հատկապես օրինակ այդ Արշակունների թագավորության անկումից մինչև Բագրատունիներ, օրինակ, հա, ասենք այդ ժամանակաշրջանը, երբ որ հիմնական մասը Հայաստանի կամ պարսկական տիրապետության տակ է եղել կամ արաբական հետագայում, իհարկե նաև եղել է բյուզանդական տիրապետություն Հայաստանի մյուս հատվածում, բայց մեծ մասը հիմնական այդ երկու տերությունների տիրապետության տակ եղել, շատ կարևոր է որ մենք այստեղ հասկանանք, որ դա նույնը չի, ինչ որ մենք խոսում ենք, օրինակ Օսմանյան տիրապետություն կամ այդ արդեն ավելի ուշ շրջանի պարսկական տիրապետություն կամ թեկուզ նույն ռուսական տիրապետություն նույն բանը չի։ Երբ որ մենք ասում ենք օրինակ արաբները նվաճեցին Հայաստանը, եւ այսօր մենք պատկերացնում ենք դա մոտավորապես նույն ձևի ենթարկված վիճակ, դե պետությունից զրկվեցինք, ոնց որ ասենք, չգիտեմ, ել եմ ասում նույն Օսմանյան կայսրության մեջ, ոչ, դա բացարձակ այդպես չի եղել։ Ոչ թե մի քիչ ավելի sense ասած մեղմ լրիվ տարբեր է եղել, ինչի եմ սա շեշտում, սա ճիշտ է առանձին շատ մեծ թեմա է, որը հուսամ մի օր կխոսանք ավելի մանրամասն, հիմա ուղղակի հիշատակում եմ։ Եվ ինձ համար էլ ես շատ սիրում եմ այդ թեման, բայց նաև ընդհանրապես մեր պատմությունը ճիշտ հասկանալու առումով։ Մենք մեր հետագա դարերի թուլությունը, ես ասել եմ, շատ հաճախ տեղափոխում ենք հին պատմության վրա եւ այսպես մեր պատմությունը վերածում ենք անընդհատ նվաճված, ենթարկված, թուլացած, գրեթե անդադ նույնիսկ ցեղասպանությունների ենթարկված, հա, բայց դա այդպես չի։ Այն ինչը որ եղել է օրինակի համար վերցնենք արաբական շրջանի Հայաստանը, արաբական խալիֆայության, այսպես ասած, կազմի մեջ Հայաստանը, ուրեմն դա եղել է մի երկիր, ընդ որում դա արաբական խալիֆայության էր հսկայական տարածք է զբաղեցրել այսօրվա Մարոկոից մինչև այսօրվա Աֆղանստան եւ Հայաստանի պես երկրներ այնտեղ բացառություն են եղել այդ կարգավիճակով, որը հիմա կասեմ, դա եղել է երկիր, որ նախ ունեցել է սեփական զինված ուժեր Հայաստանում, հայկական հայերն են եղել, հայկական զորք է եղել, արաբական որոշակի կայազորներ են եղել, բայց հիմնական եղել է Հայաստանի հայոց զորքը, զինված ուժերը,
այդ զինված ուժերը ունեցել են սպարապետ, որը եղել է հայ, եւ ամեն ուրեմն այդ գավառի, չգիտեմ, եւ նախարարության զորքն էլ իր հրամանատարը, որ էլի տեղի իշխանն է եղել, այսինքն դա բացարձակ հայկական երևույթ է եղել, սեփական բանակ այսօրվա լեզվով ասած երկիր է եղել, ասենք օրինակ սովետական Հայաստանը, որը համարվում էր ինքնիշխան պետություն միության մեջ, ինքը չի ունեցել սեփական բանակ, արաբական շրջանում Հայաստանը ունեցել է սեփական զինված ուժեր, ասենք նույն էլի արաբական խալիֆայության մեջ ասորիները չեն ունեցել զինված ուժեր սեփական, պարսիկները չեն ունեցել, չի եղել ասենք պարսից զորք, եղել են ինչ որի պարզ ասենք զորքեր, որոնք չգիտեմ, որոնց մեջ պարսիկներ են եղել, բայց չի եղել այդպես միասնական Իրանի զորք, բայց հայոց զորք եղել է եւ չգիտեմ, ասենք մյուս Եգիպտոսում օրինակ, բայց հայոց զորք է եղել, գլխավորել է հայոց սպարապետը, երկիրը կառավարել է հայոց իշխանը, որը եղել է հայ, եւ հետո դա դարել է իշխանած իշխան, հետո դարել է թագավոր, ինչ որ փուլից 7-րդ դարից, չէ 7-րդ դարից չկնեք, 8-րդ դարից դա արդեն բացառապես Բագրատունիներն են եղել, հայոց իշխանը եղել է ամենագլխավորը բոլոր այդ բանում իշխանների նկատմամբ, մյուս իշխանների նկատմամբ, հենց հատուկ տիտղոս եղել, ինքն է փաստացի կառավարել երկիրը, նա ի տարբերություն սպարապետի դեպարզ այն մնացած ֆունկցիաներն է կատարել, ոչ ռազմական հարկերը հավաքել է երկրի եւ խալիֆայությունը դրող հայոց իշխանը, այսինքն վարչական, դատական եկեղեցին եղել, վարչական այդ բոլոր բաները եղել էլի հայոց իշխանի ձեռքում, այսինքն հայի ձեռքում, միակ ներկայացուցիչն ու միակ ասենք ներկայացուցիչը այդ խալիֆայության եղել է այսպես կոչված ոստիկանը այսօրվա իմաստով չի դա, որը նստել է դվինում, երբ որ ասենք պետք է եղել հարկերի հարցը, այդ հայոց իշխանը հարկերը հավաքել է, տվել է ոստիկանին, դա եղել է ոնց որ վերահսկող ֆունկցիա ունեցող, եւ նա ունեցել է փոքրիկ sense ասած իր հետ արաբական sense ասած զորամիավորն, բայց երկիրը կառավարվել է, ինքնակառավարվել է, երկիրը ունեցել է սեփական զորք, սպարապետ, այդ ամեն ինչը եղել է պայմանագրի շրջանակներում, այսինքն ոչ թե տենց արաբները եկել են Հայաստանը նվաճել են բառից բուն իմաստով, այլ պայմանագիր է կնքվել հայերի եւ արաբների միջեւ դեռևս ուրեմն 7-րդ դարում, երբ որ արաբները այստեղ հայտնվեցին, Թեոդորոս Ռոշտունյանը պայմանագիր են կնքել այդ հարաբերությունների մասին, որ օրինակ եթե հայոց զորքը մասնակցում է օրինակ արաբների կռիվներին, եւ բնականաբար Հայաստանը նաեւ եղել է կրոնական իմաստով մնացել է քրիստոնյա, չի ընդունել իսլամ, եթե դուք նայեք ամբողջ այդ արաբական խալիֆատի տարածքը, միակ երկրները, որոնք չեն դարձել իսլամական, չեն դարձել մուսուլման այդտեղ, Հայաստանն է, վրացիներն են, Արևելյան Վրաստանն է մենակ մտել արաբական խալիֆայության մեջ, եւ Իսպանիան է, որը ազատագրվել է արաբներից ուժով եւ հետ է վերադարձել քրիստոնեությունը, եւ վերջ, մնացած բոլորը դառել են մուսուլման, պարսիկները դառել են մուսուլման, ինչու է այդպես եղել, ոչ թե որ ասենք օրինակ պարսիկները, որտեղ պարսիկները զրադաշտական եղել իրանց իսկ ստեղծած ազգային կրոնն եղել, ոչ թե որ նրանք պակաս են սիրել դա, քան մենք քրիստոնեությունը, եւ ոչ թե որ մենք այդքան կրոնասեր ազգ ենք, այլ որովհետեւ այդ զորքն է եղել եւ այդ զորքը եղել է հիմքը, որ մեր հետ, մեր նկատմամբ նույն արաբները լրիվ այլ կերպ վարվեն, քան այլ ազգերին, որոնք իրենք հաճախ պարտադրել են տարբեր միջոցներով, որտեղ ուժով, որտեղ փողով, որտեղ արտոնություններով մուսուլմանություն ընդունել է։ Մեր դեպքում նման հարց իսկ չի դրվել երբեք, որտեղ եղել է այդ ուժային բալանսը։ Այո, ենթակա խալիֆայությանը, ընդունող այդ գերիշխանությունը ավելի շուտ, բայց ինքնուրույն ինքնակառավարող երկիր, այսինքն դա չի եղել այո լիարժեք ինքնիշխանություն, բայց մենք պետք է հասկանանք, որ դա եղել է ըստ էության հաստատ շատ ավելի ինքնիշխան եւ անկախ քան սովետական Հայաստան, չեմ ուզում ասեմ, քան այսօրվա Հայաստանը, հիմա բան չանենք, էլ այտենց շատ չափազանցությունների մեջ չգնանք, համեմատություններն մի քիչ։ Բան այդտեղ, բայց այդ չմոռանանք, չպատկերացնենք, որ դա եղել է այտենց ինչ որ մեր այսօրվա իմաստով հասկացած նվաճած Հայաստան։ Նույնը եղել է իդեպ Պարսկաստանի այն ժամանակվա հին Պարսկաստանի կազմում, այդտեղ ճիշտ է մարսպաններ են եղել, որոնք մի մասը պարսիկ են ազգությամբ եղել, ի տարբերություն այս իրավիճակի, մի մասը հայ, այստեղ միշտ են հայերը եղել իշխան, այնտեղ մասամբ եղել, բայց էլի նույն վիճակն եղել, նույն հայոց զորքը, նույն սպարապետը,
նույն բանակը, նույն Հայաստանում հայկական զինված ուժերը, այսինքն դա ինքնակառավարող երկիր եղել եւ կրոնի հարցն էլ գիտեք, էլի նույնն է մնացել, մեկ անգամ են պարսիկները փորձել այդ հարցը բարձրացնել, իրական։ Այնտեղ կան նաեւ տարբերակ, որ էլի են փորձել, բայց մի անգամ։ Եվ վերջ, դրանից հետո չեն փորձել։ Այսինքն նաեւ այդ իմաստը, որտեղ դա է քաղաքական հարց, կրոնական ինքնուրույնության հարց։ Ընդհանրապես սա ամենակարևոր թեման է իրականում մեր պատմության, որ մենք հասկանանք ինչի հիման վրա է եղել հին հայերի ինքնիշխանությունը, որտեղ երբ որ այդ նույն թագավորությունը Բագրատունիները արդեն վերականգնում են, ու բավականին հեշտությամբ իրանք չեն ապստամբում արաբների դեմ։ Իրանք ուղղակի հռչակում են իրենց թագավորը եւ առաջինը ով դա ճանաչում է հենց նույն Բաղդադի խալիֆան է լինում։ Այսինքն կռիվները արաբների հետո են սկսվում, դա արդեն արաբական առանձին իշխանությունների հետ են լինում։ Խալիֆայությունը հետ կռիվ չի լինում, խալիֆայությունը ճանաչում է։ Ինչի այդքան հեշտ վերականգնեցին, որտեղ ըստ էության մենակ այն վերևի հարկն էր մնում, այդ թագավորության հարկը, որը պակասում էր այդ շենքի մեջ, շենքի մնացած բոլոր հատվածները կային։ Կա սեփական զինված ուժեր, սեփական կառավարում, վարչական համակարգ, հարկեր հավաքել եւ այլն, մնում է այդ թագը 885 թվականին Աշոտ Բագրատունին իր գլխին դրեց, մինչև այդ արդեն իշխանից իրանց հռչակել էին իշխանած, այսինքն համարյա թագավոր։ Այդ անցումը այդքան հեշտ է եղել այդ պատճառով, այսինքն հիմքը միշտ մնացել է եւ դա հնուց ի վեր այն ամենախորքից հազարամյակների ի վեր մեր հայկական համակարգն է եղել։ Այսինքն այդ հայոց զորք կոչվածը, որը մեր ինքնիշխանության հիմքն է եղել այդ բոլոր երկար հազարամյակների ընթացքում ամենասկզբից մեր պատմության։ Այսինքն ինչ որ իմաստով մի քիչ սա այդքան ճշգրիտ չի, բայց ինչ որ իմաստով դա ազգբանակ է եղել, որովհետև այդ զորքը չի եղել պրոֆեսիոնալ բանակ, չգիտեմ, զորակոչիկների բանակ, ամեն իշխան, ամեն նախարարություն ունեցել էր իր զորքը, որը հենց իր տեղի ժողովուրդն է եղել, եւ դրանք բոլորը միասին եղել են հայոց զորք, որը ունեցել է մի սպարապետ, բայց ամեն մեկը, ամեն գավառ, ամեն, չգիտեմ, տեղանք ինքը իրանով մի հատ զորք ժողովուրդ է եղել։ Եվ դրա համար է այդ երկիրը Հայաստանը իրական շատ դժվար է եղել հնում նվաճել եւ չեն էլ փորձել նույն արաբները, ոչ թե որտեղ բարի են եղել։ Պարզապես այդ ձևի ժողովրդին շատ դժվար է բառեզբուն իմաստով նվաճել։ Դրանք համար իրանք ավելի հակված են եղել բանի։ Հիմա ստեղ ինչն է նաև հետաքրքիր, կնեք մի քիչ շեղվում եմ թեմայից գուցե, բայց այս նյուանսները ես շատ եմ սիրում։ Եվ էլ եմ ասում, սա ընդհանրապես մի հատ այդ խոսակցություն sense ջիջիլն է իրականում, որտեղ ես մի օր գուցե հենց այս շարքի մեջ մենք փորձենք ավելի լայն սա բացենք, կամ գուցե այս շարքի մեջ չէ մի հատ ուրիշ առանձին բանով։ Որովհետև այս ունակի մոտ միշտ այս հարցը եկել է։ Մենք լավ են, ինչի Կիլիկիայում հենց վերականգնվեց հետագայում հայոց թագավորությունը, ասենք, օրինակ ինչի ոչ Վանում, ոչ Տարոնում, ոչ Բունան, չի Կիլիկիայում, որտեղ դա ասում են բարենպաստ պայմաններ էին, բարենպաստ պայմաններ հայել կարող են լինել, ինչու Կիլիկիայում, որը Հայաստան չէր եւ որտեղ նույնիսկ հայերը մեծամասնություն չէին բացարձակ։ Եվ հետագայում ես հասկացել եմ պատճառը, որովհետեւ հայոց զորքը, այդ զինված հայոց արիստոկրատիան, հայոց ազնվականությունը, զինված վերնախավը հայերի տեղափոխվել էր Կիլիկիա այդ շրջանում եւ Վանում չկար, Տարոնում չկար, չգիտեմ ասենք, Կարինում չկար։ Այդտեղ էր հայոց զորքը եւ այդտեղ վերականգնվեց հայոց ինքնիշխանությունը։ Ելեմ ասում ոչ թե որտեղ այդտեղ մեծամասնակ Վանում մեծամասնությունը հաստատ հայերն էին այդ ժամանակ, բայց չի վերականգնել Կիլիկիայում մեծամասնություն չէին, բայց զինված էին, զինված հայերն էին, զորքն էր եւ վերականգնվեց, այո, բարենպաստ պայմաններում։ Եվ հետո երբ որ արդեն ծովները նվաճեցին, իսկ այդ ծովային շրջանում Կիլիկիա ընդհանրապես բազմաց բաներ, հույներ, ասորիներ եւ այլն։ Եվ այս հայոց զորքի հարցը ինչով է նաեւ, բացի որ ինքը բացատրություն է տալիս ընդհանրապես մեր պատմության առանցքն է։ Ինչով է հետաքրքիր, իսկ ինչու հայոց զորքը հայտնվեց Կիլիկիայում։ Այստեղ գալիս ենք մյուս թեմային։ Ով քանդեց այդ մեր հին համակարգի ինքնիշխանություն եւ ինչու մենք զրկվեցինք այդ ինքնիշխանությունից։ Այդ հայոց զորքը, ելեմ ասում, կամավոր չի հայտնվել այդ կողմ, ոչ միայն Կիլիկիայում ընդհանրապես փոքր ասեմ, տեղափոխվել է այդտեղ ըստ էության բռնի կերպով եւ դա արել են բյուզանդացիները։
մեր հին համակարգը ինքնիշխանության քանդել է բյուզանդական կայսրությունը, քանդել է շատ հետևողականորեն, քանդել է դանդաղ, քայլ առ քայլ, դա հեշտ չի եղել, աստիճանաբար քանդելով դրա իրավական հիմքերը, տեղափոխելով մեր զինվորականությունը դեպի արևմուտք, իրանք դա արել են, քանդել են այդ համակարգը, երբ որ քանդել են այդ համակարգը, դրա համար, երբ որ մենք նայում ենք օրինակ Անի Բագրատունիների թագավորության անկումից հետո, երբ որ Բյուզանդիան գնաց, բայց Կիլիկիան վերականգնվեց, հայոց անկախություն, սկզբում իշխանություն, հետո թագավորություն, իսկ Հայաստանի կենտրոնական մասերում էլ երբեք չվերականգնվեց, ինչու՞։ Հարցը մենակ այդ բարենպաստ պայմանները չեն, չկար այդ սուբյեկտը, որը դարերի հազարամյակների ընթացքում եղել է այդ ինքնիշխանության ողնաշարը, եւ որտեղ այդ սուբյեկտները տեղել վերականգնվեց։ Նույնը տեղի ունեցավ Արևելյան Հայաստանում զուգահեռ Կիլիկիային, այս մեր հատվածում 12-13-րդ դարերում, ինչ որ մենք մեր պատմագիտության մեջ կոչվում է Զաքարյանների իշխանություն, հիմա կամ իշխանապետություն, դա հիմա այդ տերմինները էական չեն, վրաց թագավորության մասն է եղել, բայց հայ իշխանները, գիտեք, եւ այստեղ իշխող են եղել, որպես վրաց թագավորի արդեն վասալներ, էլի, որտեվ այստեղ այս տարածքում եւս, այս Արևելյան Հայաստանի տարածքում եւս, բայց ոչ օրինակ ասենք չգիտեմ նույնալի Վանում տարնում, բայց այս հատվածում էլի պահպանվել էր, այստեղ չէին հասցրել վերացնել, պահպանվել էր այդ հին համակարգը, այսինքն այդ զորքը պահպանվել էր, այդ իշխանական համակարգը պահպանվել էր եւ արդեն Վրաստանում էլ շատ մոտ համակարգ եղել եւ բացի այդ ծագմամբ նույն Բագրատունիներն էին եղել, դա վերականգնվեց 13-րդ դարում, չդարձավ հայոց թագավորություն, վրաց թագավորություն էր, բայց տեղում հայոց իշխաններն էին իշխում եւ Զաքարյաններն էլ գերիշխում էին դրանց բոլորի վրա, այսինքն այստեղ նույնպես մասնակի վերականգնում եղավ, հիմա դա պետություններ թե չէ, կարելի է խոսալ այսօրվա մեր բացարձակ իմաստով, բայց հաստատ քաղաքական ինքնիշխանության շատ բարձր մակարդակ էր։ Այսինքն, երբ որ մենք ասում ենք Արևելյան Հայաստանում օրինակ Սյունիքի թագավորությունից հետո, հա, ոնց որ սկզբում ասենք, չի եղել թագավորություն, հա չի եղել, բայց քաղաքական ինքնիշխանության շատ բարձր չափ հաստատ եղել է 13-րդ դարում եւ դա հիմնականում արդեն 14-րդ դարի մինչեւ վերջ գրեթե տենց անկում է ապրում, իդեպ այդ օրինակ այստեղ բյուզանդական գործոնը չի աշխատում, ինչ է եղել այդտեղ, ես դժվարանում եմ ասել, այդ հարցը օրինակ իմ համար բաց է մնում, ինչ պատճառներ են եղել, որ անկում է ապրել, բայց փաստով նաև այստեղ 13-14-րդ դարում այո բառիզբուն իմաստով պետություն թագավորություն չենք ունեցել, բայց այս տարածքում Արևելյան Հայաստանի տարածքում Արևելյան Հայաստան ասելով հասկանում եք, այս իրական Հայաստան կոչվածը նկատի չունենք, այս 29000 քառակուսի նկատի չունենք, հա, մենակ դրա մեջ եւ ասենք եւ Արցախն է մտնում եւ այսօրվա այդ Ադրբեջանի մեջ մտնող այդ տարածքները, ասենք համարյա մինչեւ Գանձակ եւ այլն այդ հատվածը, ասենք Ղազախը եւ այլն, դրանք բոլորը հայկական իշխանությունների մաս են եղել, այսինքն 14-րդ դար մինչեւ ներառյալ մենք այստեղ ունեցել ենք քաղաքական ինքնուրույնություն, էլի, ասենք ենթակա եղել վրաց թագավորության, այսինքն վրաց թագավորության մասն է եղել, այդ ժամանակ հայ-վրաց ազնվականություններն էլ իրար հետ շատ բան են եղել, հետո մոնղոլներն են եկել գերակայություն հաստատել, բայց նույն համակարգն են թողել, այնպես չի որ փոխել են ինչ որ բան, եւ այլն եւ այլն։ Եվ մեծ հաշվով այստեղ ճիշտ է 14-րդ դարից հետո դա լուրջ անկում է ապրում արդեն եւ հիմնականում այդ շրջանից է 15-րդ դարից մենք կարող ենք հաշվել, որ այդ իմաստով նաեւ իջնում ենք ամենացածր մակարդակի քաղաքական ինքնուրույնության, բայց նույնիսկ այստեղ մնացորդներ, բավականին խոշոր մնացորդներ այդ հին համակարգի, հա, որ այդ համակարգն է էականը, հա, այդտեղ թագավորությունը, իշխանությունը, իշխանապետությունը դրանք կարևոր են, բայց դրանք կարգավիճակներ են, բայց բուն էությունը այդ համակարգն է, այդ հայոց զորք կոչվածը։ Մեծ հաշվով այդ համակարգի մնացորդները ընդհանուր մինչև 18-րդ դարի վերջ պահպանվում են, ընդհանուր մինչև Ռուսաստանի միացում։ Պահպանվում են հիմնականում Արևելյան Հայաստանում, Լոռիում, բայց հատկապես Սյունիքում եւ Արցախում, հատկապես խոշոր, որտեղ այդտեղ շարունակում են իշխել հայոց իշխանները, որոնք ունեն սեփական զորք, եւ էլի ասենք ենթակային Պարսից շահին եւ այլն, բայց դա չի բան, ասենք նույն էլի ինքնուրույնությունը ներքին մնում է եւ ինքնությունը մնում է, որոշ էլի օրինակ Սասունում, Զեյթունում
այդպես մնացուկային ինքնուրույնության, ինքնավարության կամ իշխանների բաներ, եւ իդեպ եթե տեսնում եք բոլոր ընկետերն են, որտեղ հիմնականում մեր նոր շրջանի ազատագրական պայքարներն են ծավալված Սյունիք, Արցախ, Սասուն, Զեյթուն, որտեղ որ պահպանվել են մնացորդներ այդ հին համակարգի, տեղից էլ պետության վերականգնման իրական փորձերը կամ ազատագրման իրական փորձերը տեղից են դուրս եկել։ Իդեպ նաև հետաքրքիր, որ Արցախում եւ Սյունիքում էլ այսօրվա, երբ որ գենետիկ տվյալներով նայում ենք, այդ հայրական R1 գիծը կա Y հապլոխում, ասած է կոչվում, այսինքն հորից որդի է դա մենակ փոխանցվում։ Այդ գիծը R1-ը, որը ամենայն հավանականությամբ հենց այն ամենասկզբի բուն հայերեն լեզվի կրողների հայրական գիծն է, դա չի նշանակում, որ ով որ այդ գծից չի հայ չի, հա, դա էլ եմ ասում, բայց սկզբնական հայերեն հայախոսները ամենայն հավանականությամբ այդ հայրական գծի կրողն են եղել, այսօրվա հենց հայերի մեջ ամենամեծ կենտրոնացումը էլի Սյունիքում եւ Արցախում է, սյունեցիների եւ արցախցիների մեջ է, ընդհանրապես Արևելյան Հայաստանում շատ է, մեծ է, այնքան մեծ տարբերություն չի տալիս, բայց որոշակի մոտ մի 10% ավել սյունեցիների եւ արցախցիների մեջ, այսինքն նաեւ այդ իմաստով հետաքրքիր է, բայց սա ուղղակի իմիջիալուս դետալ։ Ինչն է հետաքրքիր, որ այդ մնացորդները վերջին ամենախոշոր, որտեվ ինչ որ ասում ենք Սասուն, Զեյթուն, դրանք ամեն դեպքում շատ փոքր sense բաներ են, էլի, ասենք բանը, բայց Արցախ, հիմա ասենք եթե մենք վերցնում ենք Արցախը կամ Արցախ-Սյունիքը միասին, հա դա հայոց պետության մնացորդներն էին, բայց դες չի որ օրինակ այն վրաց թագավորությունները, որոնց մասին խոսում ենք, Կախեթի, չգիտեմ, Քարթլի, Մերեթի, այդ շատ ավելի մեծ էին տարածքով, չէ։ Նույն մոտավորապես նույնը Քարթլին եթե վերցնես, մոտավորապես նույն տարածքն է էլի գալիս կամ Կախեթի։ Շատ ավելի մեծ չեն հաստատ։ Այսինքն ինչքանով որ որտեղ խոսել ենք, որ դրանք այդպես լիարժեք թագավորություններ չէին իրականում, ոնց որ մենք պատկերացնում ենք, հիմա սա էլ հայոց պետության որոշակի մնացորդ էր, անունը թագավորություն չէր, բայց էլի նույն բանն էր, ոնց որ ինքնուրույնությունն էր քաղաքական, նրանք էլ են Պարսից շահին ենթակա, սրանք էլ են ենթակա, նրանք էլ ունեն իրան զորքը, սրանք էլ ունեն իրան զորքը։ Ուղղակի թագավոր չկար։ Չեմ չափազանցնում դրանց նշանակությունը, որտեղ ամեն դեպքում դա Հայաստանի մի փոքրիկ մասն է, բայց այնց էլ չի էլի, որ դա լրիվ անտեսելի է։ Վերանում է փաստորեն Ռուսաստանի միացմամբ, վերջնականապես, այնտեղ իհարկե մինչև այդ արդեն լուրջ խնդիրներ կային, բայց վերջնականապես հայկական այդ իշխանությունները եւ ինչ իմաստով են նաեւ վերանում, ոչ միայն որ ուղղակի վարչական միանում են Ռուսաստանին, ու Ղարաբաղի խանության կազմում արդեն այդ խանությունը ուշ է կազմավորվել եւ խանը թուրքեր իհարկե, բայց հայկական իշխանները այդ ժամանակ էլ էին մնում։ Այսինքն խանը կար, բայց հայոց իշխանները մնում էին տակ այդ մելիքները։ Որովհետեւ երբ որ միացան Ռուսաստանին, ռուսները վրաց եւ թուրք, այսինքն այսօրվա լեզվով ասած ադրբեջանցի, այն ժամանակ իրանց լեզվով ասած թաթար, այսպես ասած ազնվականների իրավունքները ճանաչեցին որպես ազնվականության մաս ռուսական կայսրության, իսկ հայերենը չճանաչեցին։ Այսինքն այն նույն Արցախի մելիքները, որոնք այդքան պայքարում էին, մեծ մասը, ոչ բոլորը, բայց մեծ մասը, այդ տները մելիքական, ոնց որ ռուսական բան զորք բերելու համար եւ ռուսների օգնությամբ, այսպես ասած, այդ լծից ազատագրվելու համար, երբ որ դա եկավ, իրենք վերջնական այն մնացորդներից իրանց ինքնունության զրկվեցին եւ նույնիսկ կարգավիճակից։ Այնտեղ իրանք ինչ որ կարգավիճակ իհարկե ստանում էին, այնտեղ տարբերություն կար Դվարինին, կնյազ ինչ որ այս տարբերությունը հիմա կարող շատ լավ չհիշեմ, բայց ելի եմ ասում, հայ իշխանների մեծ մասը եւ այդ թվում մելիքները չստացան այդ տիտղոսները, այսինքն կնյազ չէին, իշխան չէին, կարող ինչ որ մի որոշ նյուանսներ այդտեղ կան, որ հիմա լավ չեմ հիշում, կներեք, եթե հանկարծ գուցե կարելի է վերստուգել այնտեղ այդ նյուանսները, բայց ընդհանուր պատկերն եմ ասում։ Իսկ բաները, ասենք թաթարների խաները ստացան այդ բանը, այդ կարգավիճակը, վրացիների, այդ կնյազների իշխանները ստացան։ Այսինքն այստեղ նույնպես այդ բանն է, էլի, չգիտեմ, ճակատագրի հեգինանք էլ չի, բայց այդ նույն օրինաչափությունը, որ գործում է մեր ամբողջ պատմության ընթացքում։ Հիմա ինչով է, փորձենք այս թեման ամփոփենք ամեն դեպքում, որ անցնենք առաջ մյուս թեմաների։
այստեղ ինչ որ խոսեցինք այդ հայոց զորք, բան եւ այլն, այս նրա մասին միգուցե ավելի մանրամասն եւ առանձին մի օր խոսանք էլի եմ ասում, որովհետեւ այսօր ուղղակի sense կարելի ասել կծկտուր հիշատակեցի եւ շատ բան բաց մնաց անհասկանալի։ Եթե ամփոփենք այս 3 զրույցը այս թեմայի շուրջ, պետություն չենք ունեցել դարերով եւ դա բացատրում է ամեն ինչ, սկսած, չգիտեմ, լոլիկի գնից մինչեւ քաղաքական զարգացումներ, էլ եմ ասում, ինչ որ բաներ դա գուցե եւ բացատրում է մեր կյանքում, հաստատ բացատրում է, բայց պետք է շատ զգուշ լինել, շատ ճշգրիտ լինել, աչ ու ձախ այդ ֆրազը կարծում եմ պետք չի, արդեն հասկացաք, ինձ թվում է միասին եկանք դրան, ցփնել հաստատ իմաստ չունի, ինչու որովհետեւ մենք տեսանք, որ այո չենք ունեցել, բայց շատ կարևոր ճշտումներով, որ այն ինչ որ մենք համեմատում ենք արտաքին միջավայրի հետ, այնպես չի որ մնացած բոլորը ունեցել են կամ եթե ունեցել են ինչ ձևերով են ունեցել, մենք դա տեսանք, որ սա այդքան պարզ սև ու սպիտակ պատկեր չի։ Մյուս կողմից տեսանք, որ մենք թեև չենք ունեցել, բայց էլի շատ կարևոր նյուանսներով եւ բացարձականացնել այս բնդումը եւ էլ եմ ասում, որպես ամեն ինչի բացատրություն օգտագործել, հաստատ պետք չի։ Եվ սա պարապ տենց ուղակի զրույց չի, որովհետեւ ես այն սկզբում էլ ասացի, երբ որ մենք ամեն ինչ աշխարհում փորձում ենք բացատրել այդ մի երևույթով կամ այն մյուս իր զույգ ախպեր երևույթով, դե մենք փոքր ազգ ենք, որը մենք առանձին խոսացինք, միացրան է գումարում է դե դարերով պետություն չենք գործել, ու 99%-ը ինչ խնդիր որ լինում է մեր հանրության մեջ, դրանով բացատրում ենք, չենք բացատրում իրական, փակում ենք թեմաները եւ փակում ենք իրական բացատրության ճանապարհը։ Սա խնդիրը։ Սա դառնում է բացատրության անվան տակ իրականում անընդհատ արդարացում, սեփական անկարողության, թուլության, չգիտեմ, տարբեր բացասական երևույթների, ասենք, չգիտեմ, ել եմ ասում, կենցաղային մակարդակում նույնիսկ, չգիտեմ, իրար խաբում ենք, դե դարերով պետություն չենք ունեցել, իրար նախանձում ենք, դե դարերով պետություն չենք ունեցել, վարունգը թանկ է շուկայում, դե որովհետև մենք փոքր ազգ ենք, եւ այլն, եւ անverջ այս պրիմիտիվ բաներից մինչեւ ամենաբարձր, դե մենք ինչ կարող ենք անել, դե չգիտեմ, օրինակ քաղաքական համակարգը լավը չի, տնտեսությունը sense չի, մշակույթը sense չի, արտաքին ապսը չի, այդ ամեն ինչը բացատրվում է այդ երկու ֆրազներով, բայց այդպես չի կարող լինել։ Եվ ելույթ ասում, դա ոնց որ խցանի ճանապարհ է իրական բացատրությունների։ Փոքր ազգ ենք մենք, թույլ ենք այդ ընդհանրապես ինչպես անցել անգամ պայմանացինք հանդեն ենք շփրտում, այս մեկը հավաքելու տեղ չունի, ռեկոնստրուկցիայի տեղ չունի, դա քանդում ենք ու գցում ենք աղբամանը։ Պետություն չենք ունեցել, չենք գցում աղբամանը, որտեղ դրա մեջ շատ ավելի ճշմարտության հատիկ կա, քանդում ենք, նորից հավաքում ենք, բայց շատ ավելի փոքր, այսպես ասած, բան ենք իրանից դասում ենք, մեծ sense մի հատ բան է թվում, բայց մենք իրան, երբ որ քանդեցինք, տեսանք, որ մեջը լիքը փուչ տեղեր կան, եւ ինչը որ մեջը կա իրականում, ինք շատ ավելի կոմպակտ փուճուրիկ բանի մեջ է տեղավորվում եւ ամեն անգամ ջեբից չհանենք որպես ամեն ինչի բացատրություն, որպեսզի ելի եմ ասում, մենք մեր խնդիրները ավելի համարժեք բաներով հասկանանք, որ ասենք եւ չարթարացնենք, որտեվ չգիտեմ, եթե օրինակ ֆիները, որոնք ընդհանրապես պետություն չեն ունեցել, բայց այսօր շատ ու շատ բաներում մեզնից առաջ են հասել, ասենք մենք ասում ենք այսօր չգիտեմ, ֆինական զինված ուժերը գնանք տեսնենք, դրանք կարան օրինակ մեզ ծառայեն։ Դարերով ֆիները ընդհանրապես կյանքում զինված ուժեր չեն ունեցել։ Մենք ինչպես տեսանք, շատ լուրջ զինված ունեցել ենք եւ հետո մնացորդները մինչեւ հասել են մեր ինքնուրույն զինված ուժերը մինչեւ 18-րդ դար։ Բայց ֆիները չեն ունեցել զինված ուժեր, բայց ասում ենք գնում ասում ենք օրինակելի է։ Այսինքն իրանք կարողացել են անել դա չնայած այդ հանգամանքի, չգիտեմ, էստոնացիների օրինակներ են կարծեմ նույնիսկ զինված ուժերի առումով բերում, լիքը ուրիշ առումներով բերում են, եկեք չդարձնենք մեր կյանքի արդարացում անընդհատ, այլ փորձենք գտնել եւ ավելի համարժեք բացատրություններ եւ ամենակարևորը լուծումներ, որտեղ երբ որ դու ամեն ինչ տենց արդարացնում ես, հետո լուծում էլ չես ուզում գտնես, դե որ թույլ ես փոքրս պետությունը դարերով չես ունեցել, կարաս այտենց անverջ այդ բանով ապրես, դե վերջո ի վերջո նաեւ վերջին բանն էլ ասեմ, դա լավ չենք ունեցել դարով, բայց դա ունենք արդեն 30 տարի։ Քիչ չի էլի, քիչ չի։ Կարելի է արդեն մի բան անել։ Այսքան է այսօր Ժողովուրդ ջան, այս թեմայի հետ էլ, այսքան է այս թեմայի հաշիվներն էլ մաքրեցինք։ Մյուս անգամ ինչ կխոսենք ես դեռ չեմ որոշել, բայց մի հետաքրքիր, այսինքն ցանկիս մեջ շատ կան թեմաներ, որոնք պետք է այս տարվա մեջ խոսենք այս զրույցների բանում,
բայց կոնկրետ որ մեկը ես դեռ չեմ որոշել, բայց մի հետաքրքիր բան կընտրեմ ու կշարունակենք այս մեր զրույցները։ Իսկ այսօր այսքանը, շնորհակալություն, որ համբերեցիք, լսեցիք մինչև վերջ, եթե լսեցիք։